Ժողովուրդ ջան, ուշադիր լսեք։ Հարգելներս, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Սա 2021 թվականի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական կարգախոսն է, ինչա գրված դեպի ուժեղ Հայաստան։ Սա արդեն 2026 թվականի Սամվել Կարապետյանի թիմի կուսակցության անունն է՝ ուժեղ Հայաստան։ Չի լինում նմանատիպ պատահականություն քաղաքականության մեջ։ Այո, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, եւ դրա վառ օրինակը ՔՊ-ի լոգոտիպների եւ կարգախոսների համընկնումներն են թուրքական քաղաքական ուժերի հետ։ Օրինակ 2021 թվականի խորհրդարանական եւ դրան հաջորդող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՔՊ-ի կարգախոսը եղել է ապագա կա, որը համընկնում է թուրքական բարօրություն կուսակցության Բուրադա գելեցեկվար կարգախոսի հետ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է ապագա կա։ ՔՊ-ի ձևսեղմուն լոգոն նույնպես համընկնում է թուրքական մեկ այլ տեղական արտադրություն կուսակցության հետ, որը շատ հայտնի լոգոտիպ է թուրքական հանրության մեջ։ Մեկ այլ օրինակ 2023 թվականի Երևանի ընտրությունների ժամանակ ՔՊ-ն օգտագործել է «Ասեք կանենք» կամ «Ne dedisek yaptık» կարգախոսը, որը օգտագործվել է Էրդողանի մտերիմներից Բինալի Ելդերիմի կողմից 2019 թվականի Ստամբուլի ընտրությունների ժամանակ։ Հիմա Ալեքսանյան Վահագ, եթե քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, այն էլ 3 անգամ, ապա դա նշանակում է, որ դուք ծառայում եք թուրքերին եւ մեր ժողովրդից կորզած ձայները տալու եք նրանց։ Բոլորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը իր ձայները ոչ ոքի չի տալու, իսկ թե ինչու է փոքրիկ խմբակը մեզ դրանում փորձում ամեն օր համոզել, դա էլ է ակնհայտ, որովհետև գիտակցում են, որ այլևս չեն վայելում ժողովրդի վստահությունը եւ շատ շուտով դառնալու են անցյալ։